Հարգելի նախագահողներ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, ձեզ եմ ներկայացնում մի շարք գերատեսչությունների 2026 թվականի պետական բյուջեի նախագծով առաջարկվող գումարների ֆինանսական հատկացումները։ Առաջինը խոսեմ հանրային հեռարձակողի խորհրդի մասին։ Հանրային հեռարձակողի խորհրդին առաջարկվում է հատկացնել 8 միլիարդ 285 միլիոն դրամ, որը 88 միլիոն 905 հազար դրամով ավելի պակաս է, քան 2025 թվականի բյուջեն է։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին առաջարկվում է հատկացնել 374 միլիոն 380 հազար դրամ, որը գրեթե նույնն է, 6 միլիոն 811 հազարով ավելի պակաս է, քան նախորդ տարի, ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում էլ հիմնականում ապառատային միջոցառումներ են։ Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գծով ծրագրերին առաջարկվում է հատկացնել 762 միլիոն դրամ, որը 82 միլիոն դրամով ավելի պակաս է, քան 2025 թվականին։ Եվ ԿԳՄՍ նախարարությանը առաջարկվում է հատկացնել 420 միլիարդ 224 միլիոն դրամ, որը 57 միլիարդ 560 միլիոն դրամով ավելին է, քան 2025 թվականին։ Ինչպես տեսնում եք և ինչպես առիթ ունեցել ենք խոսելու, կրթության ոլորտը այն հիմնական ոլորտներից է, որտեղ մենք այս տարի ունենում ենք էական ավելացումներ, մասնավորապես շուրջ 16%-ով։